Արդյունքը ինձ համար ակնհայտ էր, ոչ թե որովհետև ինձ տվել էին հատուկ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, այլ որովհետև ես համեմատում էի պարզապես մեր ունեցած ռեսուրսները, մեր խոսքը, այդ խոսքի լսելիությունը եւ այլն։ Եվ եթե այլ մոտեցում մենք որդեգրեինք, հնարավոր է այդ արդյունքները սկսեին փոխվել, թե չէ որ սխալներ թույլ ենք տվել, մեկը կասի սխալվել եք, որ համագործակցել եք նախկինում իշխանության հետ, մեկը կասի սխալվել եք, որ համագործակցություն եք փնտրել Սամվել Կարապետյանի հետ։ Դա չի հարցը ինձ համար, Կնեք, որովհետև 18-ին ամեն դեպքում խորհրդարան անցավ ձեր ուժը, էլի, դա վատ արդյունք չէր մեղմ ասած այդ ժամանակների համար։ Այո, լավ արդյունք էր, թիմային աշխատանքի արդյունք էր, նաև պարոն Մարուքյանի մոտեցումների արդյունքներ, որը երբ ինչ-որ պահից սկսում է չաշխատել կամ հակառակ աշխատել, պարզապես պետք է դրան վերանայումներ անել։ Ինչը չվերանայվեց ձեր ընկալմամբ, էլի, ինչն էր խնդիրը։ Դե ես էլի ուզում եմ պարզապես ֆիքսվել ընտրություններին մասնակցության մասով։ 21 թվականին մենք մասնակցեցինք առանձին Լուսավոր Հայաստան կուսակցություն բրենդով եւ ունեցանք 1.2%-ի արդյունք։ Այն պարագայում, որ պարլամենտական ուժ էինք, ռեսուրսները շատ ավելին էին, 26 թվականի մասնակցության դեպքում այդ ինչը պետք է շատ տարբերվող լիներ, որ մեր արդյունքը լիներ առնվազն ավելին, քան 1.2%-ը։ Ես նման նախադրյալներ չէի տեսնում եւ ասում էի, որ ուրեմն պետք է մենք գնանք վերանայումների փուլով։ Դա օլիմպիական մարզիկը, երբ փորձում է մասնակցել օլիմպիադայի, օլիմպիադան մոտենում է եւ ինքը տեսնում է, որ կարծես որոշ իմաստներով պատրաստ չէ մասնակցելու, որն է իմաստը գնալ նման մասնակցության, հա։ Ես մի իմաստ տեսնում եմ, դա խոսքը տեղ հասցնելն է։ Զուտ քարոզչության իմաստով։ Քարոզչության իմաստով, ասելիքի հետագա գործունեության եւ այլն։ Որը ինձ համար ամբողջությամբ հասկանալի է քաղաքական իմաստով, պարզապես այստեղ եւս թույլ տվեք ասել, որ ես խնդիր տեսնում էի եւ նաեւ այս ասելիքի իմաստով հասկացա, որ չէ, մենք ունենք որոշակի պատկերացումների տարբերություններ։